Ողջույն սիրելի ընկերներ, այսօր խոսելու ենք մեր շատ սիրելի ցուլերի 2026 թվականի կանխատեսումների մասին եւ նաեւ այս հոլովակում կներկայացնեմ հունվար ամսվա մանրամասն նկարագիրը։ Սիրելիներս, շնորհակալ եմ, որ համբերեցիք եւ սպասեցիք ձեր հոլովակներին։ Ուրեմն ձեզ համար հունվար ամիսը բավականին հետաքրքիր է լինելու եւ բավականին դինամիկ։ Մենք հունվար ամսվա ընթացքում գրեթե սթրեսային օրեր չենք ունենալու, քանի որ Ուրան մոլորակը, որը դեռևս ձեր առաջին ոլորտում է, ձեր նշանի ներքո է, հունվար ամսվա ընթացքում իրեն շատ լավ է պահելու, այսինքն դրական ասպեկտացիաներով է առաջնորդվելու։ Իսկ ընդհանուր 2026 թվականը ցուլերի համար պատրաստվում է լինել բավականին դրական եւ այստեղ որոշակի կարող են խնդիրներ առաջացնել, եթե ոչ խնդիրներ, ապա մի փոքր լարված իրավիճակներ առաջացնել միայն խավարումները, որոնց մասին ես կխոսեմ հաջորդիվ։ Սիրելի ցուլեր, եկեք մանրամասնենք հունվար ամսվա նկարագիրը։ Նախ հունվարի 1-ին մեր ինֆորմացիոն մոլորակը, Մերկուրին, տեղափոխվում է ձեր 9-րդ ոլորտ, որտեղ գտնվում են Արևը, Վեներան եւ Մարսը։ Այսինքն մենք 9-րդ ոլորտում ունենք մոլորակների կուտակում ամսվա սկզբում։ Սա նշանակում է, որ ձեր ուշադրությունը, ձեր ամբողջ էներգիան միտված է 9-րդ ոլորտի գործառույթների վրա։ Իսկ դրանք են օտար լեզուները, օտար երկրներ ճամփորդելը, դատական գործընթացները, փաստաթղթային հարցերը եւ այստեղ սիրելիներս հունվարի 1-ից Մերկուրին տեղափոխվելով 9-րդ ոլորտ ավելի է ակտիվացնում այն։ Հնարավոր է ծանոթություններ օտարերկրացիների հետ, հնարավոր է աշխատանք ձեզ առաջարկեն օտար երկրից եւ հնարավոր է նաեւ այստեղ հունվար ամսին բավականին ակտիվանան ճամփորդությունները։ Հունվարի 3-ին լիալուսին է տեղի ունենում ձեր 3-րդ ոլորտում։ Սիրելի ցուլեր, երբ լիալուսին է տեղի ունենում, ինչ-որ մի բան ավարտվում է։ 3-րդ ոլորտը սա ավտոմեքենայի հարցն է։ Հնարավոր է դուք երկար ժամանակ ցանկանում եք մեքենա գնել կամ վաճառել, հունվարի 3-ին կամ նրա մոտակա օրերին կիրականացնեք դա։ 3-րդ ոլորտը նաև հարևաններն են։ Հնարավոր է, որ դուք հրաժեշտ տաք որոշ հարևանների, կամ դուք եք տեղափոխվում, կամ նրանք են տեղափոխվում եւ այլևս չեք հանդիպելու։ 3-րդ ոլորտը նաև դասընթացներն են։ Հնարավոր է մինչև հունվարի 3-ը ավարտվում են ձեր դասընթացները եւ դուք ստանում եք ձեր վկայականը։ Նաև 3-րդ ոլորտը ներկայացնում է մտերիմներին, ազգականներին, քույրերին, եղբայրներին եւ այստեղ հնարավոր է հունվարի 3-ի լիալուսնով ինչ-որ մի հարց, որը կար կապված, ասենք, ձեր քրոջ հետ, ձեր եղբոր հետ, ենթադրենք նրանց ընտանիքում ինչ-որ կարևոր իրադարձություն տեղի ունենա եւ հունվարի 3-ի մոտակա օրերին դուք այդ մասին կիմանաք։ Հունվարի 8-ին ունենք Մարս-Վեներա միությունը ձեր 9-րդ ոլորտում։ Սիրելի ցուլեր, Մարսը եւ Վեներան ներկայացնում են հակառակ սեռի էներգիաներ, իսկ Վեներան լինելով ձեր գլխավոր մոլորակը, գտնվելով 9-րդ ոլորտում, բերում է այստեղ սեր դեպի օտար լեզուներ, դեպի օտար երկրներ։ Եվ միանալով Մարսի հետ հունվարի 8-ին, այստեղ հնարավոր է ծանոթություն եւ սիրավեպ սկսվի օտար երկրացու հետ, կամ այստեղ ձեզ աշխատանք առաջարկեն օտար կազմակերպությունում աշխատելու։ Նաև այստեղ 9-րդ ոլորտը նշեցի, որ դատական գործընթացներն են, եթե այդպիսի իրավիճակների մեջ եք, ապա այստեղ հնարավոր է շատ հաջող հանգուցալուծում լինի։ Ամսի 9 եւ 14-ը երևի թե հունվար ամսվա միակ լարված օրերն են, երբ Վեներա եւ Մերկուրի մոլորակները ընդդիմություն են կազմում մեծ երջանկության մոլորակ Յուպիտերի հետ։ Յուպիտերը ձեր 3-րդ ոլորտում է։ Սիրելի ցուլեր, ես ձեզ խորհուրդ կտամ հունվարի 9-ին եւ հունվարի 14-ին չճամփորդել, որովհետեւ վթարային իրավիճակներ են այստեղ ակտիվանում, ինչպես նաեւ քննություններ չհանձնել, որովհետեւ շատ վատ արդյունքներ կարող եք գրանցել եւ նաեւ այս օրերին փորձեք խուսափել փաստաթղթային ինչ-որ հարցերից։ Ամսի 17-ին Վեներա մոլորակը արդեն տեղափոխվում է ձեր 10-րդ ոլորտ,
Եվ սիրելիներս, որտեղ Վեներան է, մենք հիշում ենք, այնտեղ ամեն ինչ հաճելի է, իսկ 10-րդ ոլորտը սա նախ ամուսնական կարգավիճակն է, երկրորդ հերթին սա ձեր պաշտոն կարիերան է, ձեր անուն հեղինակությունն է եւ այստեղ Վեներան բերում է ձեզ փառք։ Սիրելի ցուլեր, հնարավոր ամսի 17-ից հետո ձեզ պաշտոն առաջարկեն, ձեզ ամուսնության առաջարկ անեն, կամ ենթադրենք Վեներան 10-րդ ոլորտում կարող է բերել ինչ-որ շքեղության զգացում, որ դուք ցանկանում եք ինչ-որ շատ թանկարժեք իր ձեռք բերել, որով դուք կբարձրացնեք ձեր ինքնագնահատականը։ Ամսի 18-ին նորալուսին է տեղի ունենում ձեր 9-րդ ոլորտում, դե երբ նորալուսին է, նորություններ են սպասվում, նոր մարդիկ, նոր հնարավորություններ, նոր ծրագրեր, ամսի 18-ից հետո հնարավոր է ուրեմն նոր մարդկանց հետ ծանոթանաք, հնարավոր է, ասենք, վիզա ստանաք օտար երկրում ճամփորդելու, կամ այստեղ նաև հնարավոր է, եթե դուք ուզում եք օտար երկրում ապրել եւ աշխատել, այստեղ հնարավոր է, որ դուք ժամանակավոր կեցության կամ ինչու՞ չէ նաև մշտական կեցության ուրեմն իրավունք ստանաք։ Ամսի 20-ին արդեն Մերկուրին է տեղափոխվում 10-րդ ոլորտ եւ աստիճանաբար, սիրելիներս, 21-ին Արևն է տեղափոխվում եւ աստիճանաբար արդեն ամսվա վերջին 10-օրյակը ցուլերի ուշադրությունը կենտրոնանում է շատ կարեւոր 10-րդ ոլորտի վրա, սա ձեր անուն հեղինակությունն է, այսինքն այստեղ դուք ատամներով պաշտպանելու եք ձեր անունը, ձեր հեղինակությունը, ձեր մասնագիտական բարձրությունը, այսինքն այստեղ Մերկուրին շատ շփումներ է բերելու, շատ ինֆորմացիա է բերելու, ծանոթություններ է բերելու, որոնց միջոցով դուք պետք է ուրեմն ձեր դիրքը պահպանեք 10-րդ ոլորտում։ Նաև Մերկուրին 10-րդ ոլորտում կարող է բերել նոր ղեկավար։ Սակայն ամսի 20-ը նշանավորվում է նրանով, որ եւս երկու ասպեկտացիա ունենք Ուրան մոլորակի կողմից, որը ձեր առաջին ոլորտում է։ Նախ Մարսի եւ Ուրանի միջև շատ լավ տրին է կազմվում ամսի 20-ին, սա շատ հաջող օր է քննություններ հանձնելու համար, կլինեն դրանք վարորդական դասընթացի քննություններ, թե ինչ որ այլ որակի քննություններ, փաստաթղթային հարցերով զբաղվելու համար, ինչու՞ չէ նաև դատական գործընթացներ սկսելու համար։ Եվ նաև նույն օրը ունենք Սատուրն-Ուրան մոլորակի միջև սեքստիլ, սա նույնպես շատ լավ է։ Սատուրնը գտնվում է ձեր 11-րդ ոլորտում, նշանակում է օնլայն հարթակում կարող է ինչ-որ կարևոր իրադարձություն տեղի ունենալ, ասենք բիզնես եք ուզում սկսել կամ ինչ-որ ստեղծագործական աշխատանք եք ուզում սկսել օնլայն հարթակում, կամ այստեղ հնարավոր է նաև ծանոթություն ինչ-որ մեկի հետ օնլայն տարբերակով։ Ամսի 23-ին Մարսն է տեղափոխվում ձեր 10-րդ ոլորտ եւ վերջ ցուլերը արդեն քշտում են իրենց թևերը եւ սկսում են շատ լուրջ զբաղվել իրենց կարիերայով, որտեղ Մարսն է, այնտեղ էներգիա է, այնտեղ ակտիվություն է, այնտեղ արագություն է եւ ցուլերի մոտ կարելի է ասել, որ բավականին լարված, բայց արդյունավետ ժամանակահատված է արդեն ամսվա վերջը, որովհետեւ դուք ուրեմն ուշադրությունը կենտրոնացնում եք ձեզ համար կարևոր բաների վրա։ Ամսի 26-ին Նեպտուն մոլորակը, որը վերջին 14 տարիներին եղել էր ձեր 11-րդ ոլորտում, տեղափոխվում է 12-րդ ոլորտ, որտեղ կարող եմ ասել, որ Նեպտունը այնքան էլ մեծ ազդեցություն չունի ցուլերի վրա։ 12-րդ ոլորտը փակ ոլորտ է, այստեղ մենք չենք բարձրաձայնում, չենք խոսում եւ կխոսեմ արդեն ընդհանուր ուրեմն տարվա կանխատեսումներում այս մասին եւ ամիսը վերջանում է ամսի 29-ին Վեներան Մերկուրիի միությամբ, որը տեղի ունենում կրկին ձեր 10-րդ կարևորագույն ոլորտում եւ այստեղ կարող է տեղի ունենալ ամսի 29-ին շատ կարևոր իրադարձություն, շատ կարևոր ծանոթություն կամ հնարավոր է շատ կարևոր նամակ ստանաք։ Դե ինձ սիրելիներս, այժմ խոսեմ 2026 թվականի ընդհանուր միտումներից։ Նախ ես նշեցի, որ ցուլերի համար մի փոքր սթրեսային կարող է լինել կապված խավարումների հետ, ուրեմն եկեք խոսենք առաջինը խավարումների մասին։ Հյուսիսային եւ հարավային կետերը 2026 թվականին արդեն տեղափոխվում են ձեր 10-րդ եւ 4-րդ ոլորտ, որը ցուլերի համար մի փոքր լարվածություն է ստեղծում, որովհետեւ իրենց ուրեմն արևի նկատմամբ, իրենց ուրեմն առաջի ոլորտի նկատմամբ կազմում է 90 աստիճան լարված քառանկյուն։
Եվ սիրելի ցուլեր, ուրեմն այստեղ փետրվարի 17-ին առաջին խավարումն ունենք, արևի խավարում է սա 10-րդ ոլորտում, եւ հնարավոր է փետրվարի 17-ին, իսկ մենք գիտենք, որ արևի խավարումը բերում է մեզ հնարավորություններ եւ այստեղ կարող է ինչ որ լարված իրավիճակ լինել ձեր աշխատավայրում, որի արդյունքում միգուցե ձեզ պաշտոն կառաջարկեն, կամ տանը կարող է լինել ինչ որ լարված իրավիճակ, որի արդյունքում միգուցե ձեր ամուսինը կամ ձեր կինը ձեզ համար ինչ որ թանկարժեք իր կգնեն կամ այն կարևոր իրադարձությունը տեղի կունենա տանը, որին դուք շատ երկար եք սպասել, կամ հնարավոր է, որ ասենք փետրվարի 17-ին կամ նրա մոտակա օրերին ենթադրենք դուք երեխա ունենաք, որովհետև սա նույնպես կարգավիճակ է փոխում։ Մարտի 3-ին տեղի ունենում լուսնի խավարում ձեր 5-րդ ոլորտում, սա դեռևս շարունակում է 2025 թվականի միտումները։ Սիրելիներս, երբ լուսնի խավարում է 5-րդ ոլորտում, սա նշանակում է ինչ որ մի բան ավարտվում է այստեղ։ Միգուցե երեխայի հետ կապված հարց կար, ասենք երեխայի առողջության հետ կամ կրթության հետ կապված այդ հարցը ավարտվում է, կամ դուք սպասում եք արդեն ձեր երեխան ծնվում է մարտի 3-ին կամ նրա մոտակա օրերին, կամ այստեղ 5-րդ ոլորտը նաև ստեղծագործական աշխատանքն է, հնարավոր է կատարում եք որոշակի աշխատանք, այժմ մարտի 3-ին որոշում եք անցնել լրիվ այլ հարթակ, փոխել ձեր մասնագիտությունը, ձեր ուղղությունը։ Նաև հնարավոր է, որ մինչ այդ ճամփորդում եք, հանգստանում եք օտար երկրում, ապա մարտի 3-ի լուսնի խավարումով վերադառնում եք հայրենիք։ Հաջորդ խավարումները կլինեն օգոստոս ամսին, օգոստոսի 12-ին կրկին ունենք արևի խավարում, այս անգամ 4-րդ ոլորտում, եւ սիրելի ցուլեր, այս արևի խավարումը կբերի նորություններ կապված ձեր տանը հետ։ Միգուցե նոր անշարժ գույք կգնեք, միգուցե ձեր բնակարանում վերանորոգում կսկսեք, միգուցե տան փաստաթղթային հարցերով կսկսեք զբաղվել, միգուցե ժառանգություն կստանաք, միգուցե ձեր տան անդամների հետ կապված ինչ-որ կարևոր իրադարձություն տեղի կունենա, կամ միգուցե ձեր տանը նոր մարդ կավելանա, երեխա կծնվի, ուրեմն տեսեք ինչքան կարևոր են այս խավարումները ձեզ համար, որոնք փոխելու են ձեր կարգավիճակը։ Օգոստոսի 28-ին տեղի է ունենում լուսնի խավարում ձեր 11-րդ ոլորտում, սա նույնպես շարունակում է 2025 թվականի խավարումների շարքը եւ այլևս առաջիկա 9 տարիներին չենք ունենա խավարումներ ձեր 5-րդ եւ 11-րդ ոլորտներում։ Դե ինչ, օգոստոսի 28-ի խավարումը վերջակետ կդնի այն ամենին, ինչը կապված էր միգուցե մեծ կոլեկտիվի հետ, միգուցե չեք ցանկանա այլևս աշխատել մեծ կոլեկտիվում, կամ on-line հարթակում ունեք բիզնես, վերջակետ եք դնում այստեղ, կամ միգուցե մարդիկ կայնում հետ շփվում եք on-line հարթակում, դադարեցնում եք այդ շփումները, սիրելիներս, լուսնի խավարումը նշանակում է վերջակետ, վերջաբան եւ հստակեցում։ Երկրորդ կարևոր իրադարձությունը խոսելու եմ Սատուրնի եւ Նեպտունի մասին։ Այս երկու գիգանտները 2026 թվականի արդեն Նեպտունը հունվարի 26-ին, Սատուրնը փետրվարի 14-ին տեղափոխվում են ձեր 12-րդ ոլորտ։ Նշեցի, որ Նեպտունը այնքան էլ մեծ ազդեցություն չունի ձեր 12-րդ ոլորտի վրա, եւ այստեղ լինելու է 13 տարի եւ նշանակում է դուք այնքան էլ ուժգին չեք զգա Նեպտունի ազդեցությունը։ Սակայն ինչ վերաբերում է Սատուրն մոլորակին, Սատուրնը իրեն այնքան էլ լավ չի զգում 12-րդ ոլորտում։ Եվ սիրելի ցուլեր, այստեղ հնարավոր է Սատուրնը որոշակի սահմանափակումներ առաջացնի ձեզ համար, կապված նրա հետ, որ ասենք դուք պետք է արդեն սկսեք այնպես աշխատել, որ մարդկանց հետ շփում չենթադրի, այսինքն Սատուրնը 12-րդ ոլորտում բերում է սահմանափակումներ մարդկանց հետ, փակում է ձեզ ամբողջովին։ Բացի դրանից, սիրելիներս, Սատուրնը 12-րդ ոլորտում նաև կարող է բերել սահմանափակումներ ճամփորդելու առումով, այսինքն հնարավոր է, որ դուք շատ հեռու երկիր, որտեղ աշխատանքի բերումով պետք է մեկնեք, չկարողանաք մեկնել։ Սակայն Սատուրնը 12-րդ ոլորտում, սիրելի ցուլեր, շատ լավ է, որպեսզի նիհարենք, սիրելիներս։ Ես գիտեմ, որ ցուլերի մեծամասնությունը համեղ սնվել են սիրում, եւ դրա արդյունքում նրանք մի փոքր ավելի, կարելի է ասել, գեղեցիկ, կլոր, ուրեմն կարելի է ասել կերպարանք ունեն, այսինքն նրանց կերպարը նիհար չի լինում երբևիցե։ Եվ այստեղ Սատուրնը շատ լավ է, որպեսզի դուք նիհարեք, որովհետև երբ Սատուրնը 12-րդ ոլորտում է, այստեղ այն նպաստում է այդ երևույթին։ Եվ նաև Սատուրնը 12-րդ ոլորտում շատ լավ է, եթե դուք հետևեք առողջ ապրելակերպի։
Սակայն Սատուրնի եւ Նեպտունի միությունն է տեղի ունենում, սիրելիներս, դա տեղի է ունենում փետրվարի 20-ին եւ այս երևույթը 37 տարին մեկ անգամ է տեղի ունենում, որը ձեզ համար կարող է նշանավոր լինել։ Նշանավոր լինել այն առումով, որ դուք կարող եք ունենալ ծանոթություն այնպիսի մարդու հետ, որի մասին չեք ցանկանա բարձրաձայնել, այսինքն շատ կարևոր ճակատագրական մարդ կարող է հայտնվել ձեր կյանքում փետրվարի 20-ին կամ նրա մոտակա օրերին։ Երրորդ ամենակարևոր իրադարձությունը 2026 թվականին։ Դե ինձ սիրելիներս, շնորհավորում եմ ձեզ։ Ուրան մոլորակը ի վերջո լքում է ձեր առաջին ոլորտը եւ դուք կարող եք արդեն շնչել, որովհետեւ արդեն ձեր հողը կզգաք ձեր ոտքերի տակ, որովհետեւ արդեն հաստատուն կկանգնեք, այլևս ցնցումներ չեն լինի, բայց Ուրանը ապրիլի 26-ից մուտք է գործում ձեր երկրորդ ֆինանսական դաշտ, մինչեւ 2033-ը ցնցելու է ձեր ֆինանսները։ Սիրելիներս, Ուրանը անկանխատեսելի, այսինքն ցնցումները կարող են լինել ինչպես դրական, այնպես էլ բացասական։ Հնարավոր է ժամանակ առ ժամանակ Ուրանը ձեզ տա աշխատելու շատ մեծ գումարներ, բայց հնարավոր է, որ նաև ձեզ մղի ռիսկային քայլերի եւ դուք այդտեղ կորցնեք։ Այնպես որ ֆինանսների նկատմամբ առաջիկա 7 տարիների ընթացքում պետք է շատ ուշադիր լինեք։ Չորրորդ կարևոր իրադարձությունը Յուպիտերն է։ Այն հունիսի 30-ին տեղափոխվում է ձեր 4-րդ ոլորտ։ Սիրելի ցուլեր, երբ Յուպիտերը 4-րդ ոլորտում է, նշանակում է տանը լիություն է տիրում։ Հնարավոր է, որ դուք ցանկանում եք ավելի շքեղ բնակարան ունենալ, ավելի գեղեցիկ կահավորել ձեր տունը, նորից վերանորոգում սկսել կամ նոր բնակարան գնել ձեզ համար։ Այստեղ Յուպիտերը բերում է բազմակի հնարավորություններ կապված տան անշարժ գույքի հետ։ Յուպիտերը այստեղ լինելու է մինչև 2027 թվականի հուլիս ամիսը։ Եվ վերջին իրադարձությունը խոսելու եմ ձեր գլխավոր մոլորակի Վեներայի մասին, որը 2026 թվականին ունենալու է հետընթաց։ Սիրելի ցուլեր, հիշում ենք, որ հետընթաց Վեներայի ժամանակ գեղեցկության ոչ մի պրոցեդուրա չենք կատարում, այսինքն գործողություններ կապված ձեր գեղեցկության հետ, պլաստիկ կլինի, թե ինչ-որ ֆիլինգներ կլինեն, ուրեմն դրանց հետ կապված ոչ մի գործընթաց չենք կատարում եւ նաեւ չենք ամուսնանում, սիրելիներս, որտեվ հետընթաց Վեներան թույլ չի տալիս տեսնել դիմացի մարդու թերությունները։ Վեներան հետընթաց լինելու է հոկտեմբերի 23-ից մինչև նոյեմբերի 14-ը, այս ժամանակահատվածում հեռու ենք մնում շատ թանկարժեք իրեր գնելուց, պլաստիկ վիրահատություններից, ինչ որ կտրուկ ենթադրենք ոճը փոխելուց, մազերը այլ գույն ներկելուց կամ նույնիսկ ամուսնությունից, քանի որ Վեներան այստեղ լինելու է 6-ից 7-րդ ոլորտներում այս ժամանակահատվածում եւ այստեղ, քանի որ այն կարևոր ոլորտում է, 7-րդ ոլորտում է, սա կողքի մարդիկ են եւ այստեղ ձեզ մոտ հնարավոր է շատ մեծ ցանկություն առաջանա ինչ որ մեկի հետ ձեր կյանքը կապելու։ Դե ինձ սիրելիներս, այսքանը 2026 թվականի կանխատեսումների մասին, կհանդիպենք հաջորդ հոլովակում։ Առայժմ